արագ, քան հնարավոր է լինել եւ շրջանառված է որոշումը եւ սպասում ենք արդյունքներին։ Նախորդիվ կներեք իմ գործընկերները զուգահեռ ինձ որտեղ տվեցին մի քանի թիվ ՓՄԶ-ների փակվելու հետ կապված։ Ինչու եմ սա անդառնում, որովհետեւ նախ տարօրինակ էր ձեր ասած թիվը 33000։ Ես էլ կասկածեցի, բայց չուզեցի ասել, որ նման թիվ չկա։ Բայց հիմա նորից հաստատում են գործընկերները, որ 33000 թիվ չկա։ Ընդդիմությունից երեք կարծես թե խոսել են 3000 թվի մասին, պետրեգիստրների տվյալներով 25-ին Հայաստանում գրանցվել է 9400 ՍՊ, լուծարվել 483 ՍՊ, գրանցվել է 24800 ԱՁ, հաշվառումից հանվել է 6422 ԱԾ։ Իսկ այդ տարբերությունները, որ նայում ենք, պլյուս 9000 եւ ավել ՍՊ-ների մասով, հա, եւ պլյուս 18000 եւ ավել ԱԾ-ների մասով։ Այնպես որ այդ իրավիճակը ես գիտեի, որ շատ լավ է, բայց թվերը, քանի որ ձեռքից տակ չէր, ուրեմն հակառակը չպնդեցի, բայց նաեւ սա է թիվը, այնպես որ այսինքն 3000 փակվելը, Ռոբ ջան, հիմա նայեք, եթե 6000 բացվում է պայմանական կամ 10000 եթե բացվում է, փակվում է 3000, այդ նշանակում է պլյուս 7000, եթե 20000 բացվում է, ընտրենք փակվում է, չգիտեմ, 6000, այդ նշանակում է պլյուս 14000, այսինքն պետք չի միայն մի կողմը ճշմարտության ասել, ճշմարտությունը ունի երկու կողմ։ Եվ կներեք էլի, երկրի բնակչությունը որ չափում են, չեն ասում, երկրում օրինակ մահացավ այս տարի 30000 մարդ։ Ասում են ծնվեց 40000 մարդ, մահացավ 30000-ը, երկրի բնակչությունը ավելացավ 10000-ով։ Ճշմարտությունը այդպես են հաշվում, ոչ թե միայն մահացած մարդկանց քանակով, որովհետև բնական process-ը, ինչպես նույնը բիզնեսում է այդպես։ Դուք պատկերացնեք, օրինակ որևէ բիզնես չփակվեր։ Հնարավոր չի, չէ՞ դա։ Բիզնեսների առողջացումը տեղի ունենում, նորերն են մտնում, որոնք որ ավելի համատաբար ավելի թույլերին շուկայից դուրս են մղում, հնարավոր է այդպես բան։ Կամ ասենք օրինակ, որ ասում ենք Հայաստանում դեկտեմբեր ամսին կա 822000 աշխատատեղ։ Ու ավելացել է նախորդ տարվա նկատմամբ 44000-ով։ Բայց հաստատ կարող է պարզվի մի 44000 մարդ էլ գործից դուրս է եկել։ Մի որից ընդհանրենք 10000-ն էլ կորցրել է իր աշխատանքը, 30000 իր ինքնական, պետք չի ասել, չէ՞։ Կա պատմությունը ինքը պետք է ամբողջովին ներկայացնել, որպեսզի մարդկանց ինձ որում ձեր մասին չի խոսքը, ձեր հարցի մասին չի խոսքը, խոսքը վերաբերում է ընդդիմությանը, որ կիսա ճշմարտություն պետք չի ասել։ Նիկոլայ Ալբերտյան հանրայնարստանգերություն։ Նախորդ Այսպիսի հավ ստանդարտների համապատասխանության սերտիֆիկատների ձեռքբերման համար պետությունը աջակցություն է տրամադրում բիզնեսին, սա որքանով է նպաստել բիզնեսին